Ճռճռան համեղ մատղաշ կարտոֆիլ կարագով ու սխտորով, մի բան, որից հրաժարվելը անհնար է։ Համեցեք սիրելիներս, այսօր միասին պատրաստենք դրսից խրխրթան, ներսից փափուկ, նուրբ սերուցքային համով մատղաշ կարտոֆիլ։ Սա մատղաշ կարտոֆիլի պատրաստման այն տարբերակն է, որը մեկ անգամ փորձելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Դե ինչ ժամանակ չկորցնենք եւ անցնենք գործի։ 1 կիլոգրամ կարտոֆիլը հոսող ջրի տակ լավ լվանալուց հետո լցնում ենք համապատասխան կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք սառը ջուր և դնում ենք ցածր կրակի վրա։ Կարտոֆիլը եփում ենք ընդամենը 5 րոպե, այնուհետև քամում ենք։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, ավելացնում ենք սերուցքային կարագ և մամլիչով անցկացրած 2-ից 3 ատամիկ սխտոր։ Կավելացնենք կարմիր և սև պղպեղ և աղս ճաշակի։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել չորացրած կանաչիներ՝ ուրց, ծիտրոն, ռեհան։ Ես պետք է մատուցեմ թարմ սամիթով, այդ պատճառով չորացրած կանաչիներ չեմ օգտագործում։ Համեմունքները ավելացնելուց հետո կաթսան այսպես մի լավ թափահարում ենք։ Այսպես համեմունքները իդեալական են բաշխվում և ստանում ենք նրբահամ մատղաշ կարտոֆիլ։ Դնում ենք 200 աշճան տաքացված ջեռոցը և թողնում ենք 10-ից 15 րոպե։ Սխտորած մատղաշ կարտոֆիլը ես պետք է մատուցեմ առանց 1 գրամ այլուրի պատրաստվող դդմիկով կոտլետների հետ։ Դդմիկով կոտլետների այս բաղադրատոմսը կգտնեք իմ ալիքում։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Կարտոֆիլին թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք մի փոքր փունջ սամիթ։ Մատղաշ կարտոֆիլը, սամիթը և սխտորը այն 3 բաղադրիչներն են, որոնք կարելի է ասել ստեղծված են միմյանց համար։ Համերի կատարյալ համադրություն է, սիրելիներս, իսկ բույրը պարզապես արտակարգ է։ Եթե այս տարբերակով ճաշ կամ ընթրիք պատրաստեք, վստահեցնում եմ տան անդամները շատ գոհ են մնալու։ Կարտոֆիլը ստացվել է կարմրաթուշ, փափուկ, ընդգծված սերուցքային կարագի և սխտորի համերով։ Մատղաշ կարտոֆիլը այս եղանակով պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։